Սասնա ծռեր զինված խմբի թվով 14 ամբաստանյալների դատաքննությունն այսօր էլ տապալվեց։ Առավոտից մեկնարկած նիստին դատավորը դահլիճ եկավ կամ ընդմիջում հայտարարելու, կամ սանկցիա կիրառելու ու դրանց վերաբերյալ առարկություններ լսելու։ Պետք է անցնենք առաջ, քանի որ արդեն 6-րդ դատական նիստն է, մենք որևէ գործողություն չէ։ Մենք հրավիրել ենք դատական նիստի դահլիճ, թարգմանիչ, անգամ թարգմանիչին չեն կարող ներգրավել գործը։ Հարգելի նախագահ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորից դուք շարունակում եք անարգալից վերաբերում դրսևորել, դատանը հեռանում է ձեր նկատմամբ դատական սանկցիա։ Հարգելի նախագահ, Դուք բանջարներ եք սարքել, դուք դատավոր չեք ընդհանրապես։ Մոտ 7 ժամվա ընթացքում դատավորը դահլիճում եղավ առավելագույնը 40 րոպե, այդ ընթացքում կիրառելով մի քանի տասնյակ սանկցիաներ եւ ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների նկատմամբ։ Առաջինը դատարանի որոշմամբ դահլիճից հեռացվեց Կարո Եղնուկյանը։ Պատճառը նրա մոտ առկա ջրով լի շիշն էր։ Խնդրում եմ, այդ ձեր ձեռքի շիշը տրամադրեք ոստիկանության աշխատակիցներին։ հարգելի դատարան, բայց Պարոն Հայրապետյան, ես ձեր հետ չեմ խոսում, ես խոսում եմ Կարո Եղնուկյանի հետ։ Ես նախորդ դատական նիստի մի ընդհատեք ինձ։ Ասեցի, ժողովուրդ, սա ձեր համար բուֆետ չի։ Հաշվի առնելով, որ դուք դատարանի կարգադրությունները չեք կատարում, այսինքն անարգալից դատարանը կամայական բաներ է որոշում։ Վեսա 6-րդ Ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա, դատական նիստի դահլիճից հեռացնել։ Այսօր որոշել, որ իմ մոտի ջուրը վերցնեք։ Դատարանի որոշումն ապօրինի որակելով նիստերի դահլիճից հեռացավ փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Առարկում եմ նախագահ դատավորի ակնհայտ անօրինական գործողությունների շուրջ։ Դուք ասում եք, սա բան չէ, բայց դուք բանկապարտեզ եք սարքել։ Դուք դատական սանկցիա կարող եք կիրառել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Երբ որ անհանգալից կարող եք նստել պարոն հանգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ։ Որևէ մեկը ոչ թե ջրի շիշի համար ենք։ Նա պարտավորը բոլոր պարտավոր են ենթարկվել պարտավորի օրինական կարգ։ Օրինական ոչ թե մանկապարտեզի կանոններին, հարգելի դատարան։ Հիմա դուք մանկապարտեզ եք սարքել դատական նիստերի դահլիճը, հարգելի դատարան, ես հայտարարություն եմ անում հիմա։ Դատավորը դահլիճից հեռացրեց նաև Պավլիկ Մանուկյանին, չթողնելով որպեսզի նա հայտարարություն անի։ Դատական սանկցիա են կիրառում 10 ժամով դատական նաստ։ Հիմա հայտարարությունս կարամ անեմ դուրս գալ։ Խնդրում եմ ազատել դատական։ Ես իմ պաշտպաններին արգելում եմ այստեղ գտնվել իմ բացակայության ընթացքում։ Եթե կգտնվեն կդիմեն փաստաբանների պալատին բողոքով։ Իսկ հիմա իմ սանկցիան։ Եթե դուք ինձ հանդեպ սանկցիա եք կիրառում, ուրեմն ես դատարան չեմ տեսնում, ես էլ ասում եմ անվանակոչում եմ ձեզ Ասերի չեղավ զզվցելի կարա։ Դուրս։ Ճիշտ է, միանշանակ։ Դուրս արեք։ Պավլիկ Մանուկյանի փաստաբանները լքեցին դահլիճը, կրկին ընդմիջում եւ նորից սանկցիաներ։ Մեզ համար ստեղծել է մի իրավիճակ, երբ մենք դատական նիստերի դահլիճը լքենք, դուք եք մեր նկատմամբ սանկցիա կիրառելու։ Իսկ եթե մենք չլքենք, Պավլիկ Մանուկյանն է մեր նկատմամբ փողոք ներկայացնելու։ Հասկացեք մեզ։ Մինչև Պավել Մանուկյանը չլինի դատարանում, ես Հարություն Բաղդասարյանից հրաժարվում եմ մասնակցել դատական նիստերին։ Նորից եմ կրկնում, որ ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դատական նիստի դահլիճը։ Յուրաքանչյուր սանկցիայի համար դատավորը ընդմիջում էր նիստը, երբեմն չհայտարարելով, թե որքան ժամանակով։ Վերադառնալուց հետո էլ նիստերը տապալելու համար մեղադրում փաստաբաններին ու ամբաստանյալներին։ Չեմ բարկանում, ուղղակի դուք արհեստականորեն ձգձգում եք դատական նիստը։ Անտեղի ու արհեստականորեն մեկ ու կես ամիս արդեն դատավարություն են կան, որը միայն մի թարգմանիչ են ներգրավել։ Բա ոնց կլինի սենց։ Դատավոր Արտուշ Գաբրելյանն այս գործողությունները շարունակեց մինչև աշխատանքային օրվա ավարտը, ինչից հետո էլ մեկ շաբաթով հետաձգեց նիստը։ Հիշեցնենք, Սասնա ծռեր զինված խմբի մյուս 18 անդամների գործը, որը նույնպես քննում է նույն դատավորը, տեղի կունենա վաղը։